Հուլիսի 6-ից 8 անցկացվեց Վլադիմիր և Գայոս Ղարսլյանների հուշամրցաշարը։ Այս տարի այն հոբելյանական է, լրանում էր խաղերի 30-ամյակը։ Մարզադաշտը մարդաշատ էր, հաշվի չառնելով անձրևային եղանակն ու դաշտյան մխիթար վիճակը, յուրաքանչյուր թիմ պայքարում էր մրցանակի համար։ Այս տարի արդեն 30 տարի է, ինչ ես մրցումները կանցկացնենք։ Ես գուզեի մեր ժողովրդին բարևել, շնորհակալություն հայտնելու իրանք մեզի հետ մասնակցենք, քանի որ միտքը ու նպատակը այս ամեն ինչուն ժողովրդին համախմբելն է, իրար հետ որ երեխաները, երիտասարդները իրար հետ միանան, իրար հետ ծանոթանան, գեղեգեղ, շփվին իրար հետ, օրալին իրար կողք։ Ու ֆուտբոլի պոպուլարիզացիան, քանի որ ֆուտբոլը մեր ամենասիրած սպորտն է շրջանում, դե հոփարս ու պապաս եղել են հիմքը ֆուտբոլին շրջանին իրանց ընկերների հետ, վետերաններին հետ, այդ որ համար ես ամեն ինչ գուզեմ որ այս տարի լավ անցնի, մեր 30 տարին ավելի հետաքրքիր անցնենք, բայց գլխավորնիկն է որ երեխեքը լավ խաղան ու սպորտը միշտ զարգանա մեր մոտ։ Երեք օր ընթացող խաղերն անցկացվեցին ընկերական ու ջերմ միջավայրում։ Չնայած անձրևը չէր դադարում, բայց արի ու տես, որ մարզադաշտը մարդաշատ էր, հավաքվել էին բազում հյուրեր, մարզիկներ ու շրջանի ողջ մարզասեր հասարակությունը։ Նախ բարև ձեզ, շնորհակալություն ձեզ լուսաբանելու համար։ Ասեմ, որ ինչպես դե գիտեք արդեն 30 տարի, այս տարի նշվում է Գայոս Ղարսլյան եղբայրների անվան մարզադաշտում, նույն իրենց անվան հուշամրցաշարը, որին մասնակցում է նաև Հեշտյա գյուղը, մեր թիմը։ Ճիշտն ասած, թեժ պայքար էր ընթանում, մենք այսօր խաղացել ենք արդեն 3-րդ խաղը, առաջի խաղում հանդիպել ենք Փոքր Խանչալիի թիմին, որտեղ հաղթանակ ենք տարել, երկրորդ խաղում Գանձայի հետ մրցեցինք, դե մի փոքր անհավասար ուժեր էր, չգիտեմ չստացվեց մեր խաղը ոնց որ, իսկ հետո արդեն պայքարեցինք 3-րդ տեղի համար, 3-րդ հորիզոնականի համար եւ այսօր Փոքր Գյոնդուրա թիմի հետ խաղացինք, մրցեցինք, որտեղ 1-0 հաշվով հաղթանակ տարանք եւ գրավեցինք 3-րդ հորիզոնականը։ Ասեմ, որ շատ դժվար էր ճիշտն ասած, քանի որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, այսինքն անձրևային, դե գիտեք, եղանակները մեր մոտ, խաղադաշտը շատ վատ վիճակում էր, դե տղաները շատ դժվար էին, գնդակը առաջ չէր գնում ոտքերի հետ, բայց եւ այնպես, չգիտեմ, տղեկը բոլոր ուժերը հավաքեցին, թե մենք, թե հակառակորդ թիմը, այսպես ասած, ու կարողացանք, չգիտեմ, այս խաղը հասցնել իր տրամաբանական ավարտին։ Ինչ ասեմ, ուզում եմ բոլոր կազմակերպիչներին, ովքեր որ այս ամեն ինչը իրականացնում են, շնորհակալություն հայտնել, դե այս ամեն ինչը նպաստում է, որ մեր Նինոց Վինդայի շրջանում սպորտային կյանքը երիտասարդների մեջ մի փոքր ակտիվություն մտնի եւ երիտասարդները զբաղվեն սպորտով, առողջ ապրելակերպով, ձեզ շնորհակալություն այսքանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարզիկներին, մարզիչներին, ովքեր եկան, կատարեցին, ցույցրեցին մեզ լուրջ, լարված խաղեր եւ այն խաղերը, որ շատ երկար քիչ, քան որ այս տարի այն Յուրոպի եւ միջև անցնելը արգելվատրման, պետք է ասեմ, որ այսօրվա մեր խաղացողները մասնակցում են նաեւ Մաստեր Լիգայի 7-7 մրցաշարին, որը տեղի ունեն Ռուսաստան Թբիլիսիում, եւ արդեն 3 խաղեր ունեն իրենց այս հաղթանակները եւ այսօրվա մեր հաղթողներից կան, ովքեր լավագույն խաղացող են համարվել Թբիլիսիում։ Իսկ մեր լավագույն հաղթողներից մեկը դարձել է տուրնիրի լավագույն հաղթող։ Դա եւս մեր այն խաղերի շնորհիվ է, որ ամեն անգամ մեր ֆուտբոլիստները տարբեր մրցաշարներում խաղում են եւ ունեն տարբեր հաղթանակներ եւ ամենագլխավոր 30-ամյակի դրանք նույնպես պարտադիր է։ Մինչև պարտավորման անցնելը ես կխնդրեմ պարոն Արմեն Հաշտյանին
երկու խոսք ասել ամբողջ խաղի մասին եւ ապագա խաղերի մասին։ Դաշտը իհարկե էստերի հեչ մի անգամ չեր եղել, ու մտածեք դիգե մեզ համար հարց է ասում, ինչ կայնակ ենես տոներուն դերն է պայքարենք, որ ավելի լավ աշխատի սա։ Բայց դա դի կարևոր չէ, կարևոր է տեղեկնեմ, որոնք որ շատ լավ ֆուտբոլ խաղացին, շատ մաքուր ֆուտբոլ խաղացին։ Մեր սուդյաներուն գուզեմ որ շատ շնորհակալություն հայտնենք, որ հարթար զադեցին, դեզ համար այդ կարևոր է, կապարենք։ Ուզեմ շնորհակալություն հայտնել Թաթուլ Գայոսովիչին, որպես օրգկոմիտետի նախագահ, իմ մենց ախորս, իրեք որ իշեր կայնազել, բոլորին, որ մասնակցեքը, սաղին, մենց շնորհակալություն ուզեմ հայտնել ու բերեք են ձևենենք, որ ես 30 համյակը էշտատեպի, 40 համյակ, 50 համյակներ, երեխեքը, թորները, ենք պատրաստ ենք էդ որ համար, ինքնատրանսոր դուք եմ ետ վիշտ կակ, օգնեք, որ մենք ես ամեն ինչը լավ ուրախ լինենք, շատ շնորհակալություն բոլորին։ Երեկորյա թեժ պայքարում երրորդ տեղին արժանացավ Հեշտիայի թիմը, երկրորդում էր Ժդանովականի թիմը, իսկ առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց այս տարի ևս Գանձայի թիմը։ Վալեր Բրոյանին եւ Վանիկ Բուդյանի աշխատանքն է, որ մարզադաշտը ինչ որտեղ դարձավ օգտագործել։ Եկեք ողջունենք առաջի թիմին։ Գանձա Երեք օրը մեր շրջանի կենտրոնական մարզադաշտում սպորտային տոն էր, ես ասպես կասեի, որովհետև այսքան ուրախություն, այսքան բերկրանք, այսքան սպորտային պայքար, իհարկե սա տոնին հավասար, իրոք տոն է այսօր, սա հոբելյանական էր, որովհետև 30-ամյակներ այս կազմակերպված միջոցառումների ֆուտբոլային 30 տարի անմեջ անցկացվում է բացառությամբ COVID-ի տարիներին չի անցկացվել, 1 տարի, 2 տարի, իսկ մնացած 28 տարիներում նույն ժամանակահատվածում անցկացվում ենք այս ֆուտբոլը։ Իհարկե կար խոչընդոտող հանգամանք, եղանակային պայմանները իրոք շատ անբավարար էին, որպեսզի ավելի գեղեցիկ լիներ, ավելի տեսաժան լիներ մեր թիմերի խաղերը, բայց եւ այնպես այստեղ խոսեց ոչ թե ֆուտբոլի տեխնիկայի մասին, այլ այսօր խոսեց ֆուտբոլիստների ֆիզիկականի մասին, ֆիզիկական պատրաստվածության մասին, որովհետև տեխնիկան բացառված էր այստեղ ցուցադրել, որովհետև ինչպես տեսակ ցեղ, ջուր եւ այլն, տեղաները զուտ, ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ խաղացին խաղերը։ Մասնակցեցին 8 թիմեր, բոլոր թիմերն էլ լավագույնն էին, բայց եւ այնպես լավագույնը վերջում հայտ եկավ, դա ամեն տարվա չեմպիոններ մեր Գանձայի թիմն էր, որին ողջունում եմ ես, շատ զգացված եմ, որ Գանձան ունի նմանատիպ ֆուտբոլ, այսօր կարողանում է ցույց տալ այս տիպի դաշտում, որ իրոք իրենք եւ տեխնիկապես եւ ֆիզիկապես ամենաուժեղն էին։ Այսպեսով խաղերն ավարտվեցին, ես շնորհակալություն եմ հայտնում մեր մասնակից թիմերին, առանձնահատուկ շնորհակալություն մեր Ղարսլյան եղբայրներին, որ օգնում են, աջակցում են, ֆինանսավորում են եւ այս միջոցառումը ամեն տարի հուլիսի 6-ից մինչեւ 8 անցկացնում են այս միջոցառումները։ Իհարկե եւ մարզադաշտի վերանորոգման գործում միշտ ակտիվ են, միշտ աջակցում են մեր քաղաքապետարանի հետ մեկտեղ։ Ինչ ասեմ, հաջորդ տարի նույնպես սպասում ենք այս օրերին, բայց եւ այնպես չի ուզել տեսնել նման ֆուտբոլ, ինչ որ այսօր մեր մարզադաշտի վիճակը շատ ահավոր վիճակ է։
Ֆուտբոլը այսօրվա ավարտեց, բայց եւ այնպես հաջորդ ֆուտբոլներն են սկսվելու, շուտով սիրողական ֆուտբոլներն են սկսելու, Մարգոսյանի խաղերն են սկսելու, այնպես որ հագեցած մարզական միջոցառումներով մեր ֆուտբոլային մրցաշարերը մեր թիմը ինչպես գիտեք Թբիլիսիում է մասնակցում այսօրվա վիճակով, Մաստեր լիգայի խաղերն են 3 խաղ խաղացել ենք այնտեղ եւ ունենք 3 հաղթանակներ, այս պահի դարությամբ մրցաշարանակում առաջի տեղն է զբաղեցնում մեր թիմը, բայց եւ այնպես Բոժումի եւ Ռուստավի թիմերը նույնպես ունեն հավասար միավոր, ինչքան ունի մեր թիմը, բայց եւ այնպես արդեն որոշում է գոլային տարբերությունները, մեր տեղանները 16 գոլ են խփել եւ 6-ը ընդունել, իսկ մնացած թիմերը ավելի քիչ են։ Տեսնենք ամսի 11-ին պետք է տեղի ունենա մեր եւ Ռուստավ թիմերի միջև հանդիպումը, աշխատում ենք, որ 4-րդ հաղթանակը տոնենք եւ մինչեւ աշունք արդեն դադար են տեղի ունենում, աշխատում ենք, որպեսզի առաջնային պահպանենք առաջնային տեղը, մրցաշարանակում առաջի տեղը ապահովենք եւ մինչեւ երկրորդ տուրը սկսվելը։ Ինչ ասեմ, մեր տեղաներն հաջողություն, հերթական հաղթանակներ ամբողջ հանրապետությունում եւ ամբողջ ռեգիոնում, ամբողջ մունիցիպալիտետում։ Շնորհակալ ենք։ Պարգևատրվում է Գաբաթով։ Եվ պարգևատրվում է նաև փոխանցիկ Գաբաթով։ Վլադիմիր եւ Գայոս Խաշտյանների հուշամրցաշարը կրում է շարունակական բնույթ եւ այն պիտի անցկացվի առաջիկայում եւս։ Ցանկանանք մեր մատաղ սերունդներին ուժ, տոկունություն, որպիսի հարատև լինեն նմանատիպ խաղերը։